Հայաստանի ու Ադրբեջանի միջև անգամ դիվանագիտական հարաբերություններ չկան, հետևաբար այդ բենզինի ներկրումը որպես տնտեսական ինչ-որ արտաքին առևտրի գործոն համարել հնարավոր չի, սա զուտ քաղաքական ակցիա է։ Կոնկրետ Խաչատուր Սուքիասյանին հասկանալի է, որ ձեռնտու է մարդը լրացուցիչ մի 2 կոպեկ կաշխատի, երևի դրա կարիքը շատ ունի։ Իսկ ինչին է պետք դա Ադրբեջանին։ Մենք այդ բենզինը ուղարկում ենք Հայաստան, որպեսզի այդ հակազդեցությունը, որ կատարվում է տեղեր, թույլատնենք։ Հայաստանի իշխանությունները եւ այն կոնկրետ գործարարները, ովքեր այդ բենզինը բերում են այստեղ, նրանք ուղղակիորեն նպաստում են, որ Ադրբեջանը արդարացնի իր վանդալիզմը Արցախում, իր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, իր այդ խայտառակ, այսպես կոչված դատավարությունները Բաքվում, որտեղ Հայաստանը հռչակվում է ֆաշիստական երկիր։ Իրենք այդ են արդարացնում, այդ ծրագրի հետ են աշխատում։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այդ դրա համար Ալիևին այդ բենզինի համար երախտագիտություն է հայտնել։ Ոչ թե շնորհակալություն, այլ երախտագիտություն, տարբերությունն է, պարզ է, չէ՞։ Դու ասում ես շնորհակալություն ժեստի համար, երբ որ դու ասում ես երախտագիտություն ես հայտնում, նշանակում է ես երախտապարտ եմ քեզ եւ քո լավության տակից դուրս կգամ։ Այդ ծրագիրն է, որը համատեղ իրականացնում են Ադրբեջանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը եւ իր այդ տողքը կանգնած այդ բարեխիղճ խեղճուկրակ գործարար։ Հիշեք գուցե, երբ մի մոտ 25 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները Արագած սրճարանի զուգարանում ծեծելով մարդ սպանեցին իրեն բարևելու համար, կոնկրետ ինձ համար ամենածանրը գիտեք որն էր, որ դրա հաջորդ օրը, երբ լրագրողներից մեկը գնացել էր այդ սրճարանի տնօրենին ինչ-որ հարց էր տվել, նա ասել էր, այսպես քմծի ծաղով ասել էր, դե հա, հիմա մարդը երևի նախագահին տեսել էր ուրախությունից մեռել էր։ Հիմա նույն բանը օպերայի տնօրենն է։ Եվ ենթադրենք եկեղեցում մենակ ինքը չի 10 հոգևորական, 20 հոգևորական գործակալներ, ինչ պիտի գնանք քանդենք, ավերենք, հա։ Կին դիվանագետ կա, չէ՞ որ պարզվեց ադրբեջանական ինչ-որ հատուկ ծառայությունների ինչ-որ տեղեկություններ է փոխանցել։ Հիմա ինչ տրամաբանությամբ պիտի հասարակությունը վեր կենա, գնա, ժողովուրդը վեր կենա, արտգործնախարարության դռները ջարդի, պահանջի որ անմիջապես արտգործնախարարին փոխեն եւ ընդհանրապես այդ կառույցը վերացնեն, ասեն դա լրտեսական օջախ է, այդ կառույցը ծառայում է օտարի շահերին, հա։ Այդպես պիտի վարվի։ Այսինքն հասարակությունը իր ինքնապաշտպանական բնազդով պիտի գնա, ոչ թե եկեղեցին պաշտպանի, այլ սահմանափակի կառավարության գործունեությունը։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Նախ ցանկանում եմ անդրադառնալ այս օրերին շատ աղմուկանացային թեմային ադրբեջանական բենզինի ներկրմանը, որը այսօրվանից կարծես թե պիտի վաճառվի կամ գուցե արդեն վաճառվում է Երևանի բենզալցակայաններում, դա բնականաբար շատ մեծ ռեզոնանս առաջացրեց եւ քաղաքական շրջանակներում եւ հասարակության մեջ բուրըն էմոցիոնալ քննարկումներ, որում իշխանությունները փորձեցին հարցը այնպես ներկայացնել, թե իբր իրենք քաղաքակիրթ 21-րդ դարի հարևանների հետ նորմալ քաղաքակիրթ առևտուր անող են, առաջադեմ, այսպես, իսկ իրենց ընդդիմախոսները, որում քառակուսի գլուխներով ռազմահայրենացել, ոչինչ չհասկացող, հենց այնպես աղմուկ բարձրացնող մարդիկ են։ Իրականում, եթե էմոցիաները մի կողմ դնենք, ապա նախ հասկանալի է, որ սա քաղաքական խնդիր է, ոչ թե տնտեսական։ Հասկանալի է, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի, բնականաբար լինելու է եւ փոխադարձ առևտուր, Հայաստան ինչ-որ բաներ է արտահանելու Ադրբեջան, այնտեղից ինչ-որ ապրանքներ է ներկրելու, սա շատ նորմալ է, կրկնում եմ, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Բայց այդ խաղաղությունը հաստատված չէ։ Մեկ երկրորդ էլ փոխադարձ առևտրի մասին խոսք չկա, որովհետև Հայաստանից որևէ ապրանք չի արտահանվում Ադրբեջան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև անգամ դիվանագիտական հարաբերություններ չկան, հետևաբար այդ բենզինի ներկրումը որպես տնտեսական ինչ-որ արտաքին առևտրի գործոն համարել հնարավոր չի, սա զուտ քաղաքական ակցիա է։ Ընդ որում, թե ինչի է Հայաստանում ոմանց պետք դա հասկանալի է։ Իշխանությունների համար պարզ է, դրանք կցանկանան դա ներկայացնել որպես
ահա իբր արդեն իսկ հաստատված խաղաղության ապացույց, որ ահա այժմ բենզինը եկավ, տեսեք ինչ լավ բան է, Նիկոլ Փաշինյանի համար, որը դա օգտագործելու է, իհարկե նախընտրական քարոզչության համար, եւ դա ամենտեղ երևալու է, կոնկրետ այդ բենզին ներկրող գործարարներին, կոնկրետ Խաչատուր Սուքիասյանին հասկանալի է, որ ձեռնատու է դե մարդը լրացուցիչ մի երկու կոպեկ կաշխատի, երևի դրա կարիքը շատ ունի, չգիտեմ, դա հասկանալի է։ Իսկ ինչին է պետք դա Ադրբեջանին։ Ադրբեջանը ինչու է անում դա, նրան ստիպել են, ոչ չեն ստիպել։ Ուրեմն ինչի համար է պետք իրենց, այնպես չի, որ այդ 1.5 միլիոն դոլարի բենզինով Ադրբեջանը հարստանալու է, չէ, դա իրենց տնտեսության վրա որևէ էական ազդեցություն չի ունենալու։ Ուրեմն ինչի համար են անում։ Նրանք, ովքեր հետևում են ադրբեջանական մամուլին, պիտի որ իմացածն են, այնտեղ շատ հստակ ասում են, թե իրենք ինչու են դա արել։ Իրենք նշում են կոնկրետ երկու պատճառ, դե առաջինը հասկանալի է, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից թուլացնեն, փոխարինը ավելացնեն կախվածությունը Ադրբեջանից, սա որպես հեռահար հասկանալի է, երկրորդ ավելի կարևոր է։ Իրենք ադրբեջանական լրատվամիջոցները պրոիշխանական կամ իշխանական, այնտեղ այլ լրատվամիջոց մեծաշուտ չկա էլ, շատ հստակ ասում են։ Դրա նպատակն այն է, որպեսզի թուլացնեն, ինչպես իրենք են ասում, հայկական քարոզչական մանիպուլյացիաների ազդեցությունը։ Ես բառացի եմ մեջ բերում։ Այսինքն ինչի մասին է խոսքը, որ այն ինչ անում է այսօր Ադրբեջանը, այդ բացահայտ ագրեսիան, եւ հայկական կողմը դիմադրում է թե ունի տարբեր միջազգային ակցիաներում, կառույցներում, ոչ իշխանություններում, բայց որպեսզի այդ իրենց ասած մանիպուլյացիաների ազդեցությունը թուլանա։ Բարձ ասած 44 օրյա պատերազմը Ադրբեջանը մեծ հաշվով մարսել է, որովհետեւ միջազգային հանրությունը դա լեգիտիմ համարեց։ Բայց ահա այդ պատերազմի հետևանքները միջազգային հանրությունը մինչև հիմա էլ վիճարկում է, եւ Ադրբեջանը այո, դա դեռ չի մարսել։ Ինքը իրենց հաղթանակը իրենք մարսել է որպես տարածքային ամբողջականության վերականգնում։ Բայց այն, որ առ այսօր Բաքվի բանտերում կան հայ պատանդներ ռազմագերիներ, այն, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքից մի մաս, այն, որ Ադրբեջանը հետևողականորեն պետական մակարդակով հիմնավորապես ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային արժեքները եւ ընդհանրապես հայկական հետքը, այդ հարցերում, այո, տարբեր ակցիաներում իջև հիմա մեծ աղմուկ կա, դա շարունակում է, հիմա Ադրբեջանը ասում է, մենք այդ բենզինը ուղարկում ենք Հայաստան, որպեսզի այդ հակազդեցությունը, որ կա տարբեր տեղեր, թուլացնենք։ Բարձ ասում են մարդիկ։ Այսինքն դա այն գինն է, այդ բենզինը, որը իրենք այդ քայլը կատարում են, որպեսզի արդարացնեն հայկական մշակույթի ոչնչացումը ողջ Արցախում, որպեսզի արդարացնեն հայ ռազմագերիների գտնվելը Բաքվի բանտում, որպեսզի արդարացնեն օկուպացիան Հայաստանի տարածքների, որպեսզի հետագայում զարգացնեն այն խոսույթ, որ տեսեք դե մենք բարեկամ երկրներ ենք, ինչա պատահել, թո 300,000 ադրբեջանցի էլ վերադառնա իր պատմական հայրենիքը։ Դա են ասում իրենք։ Եվ ստացվում են Հայաստանի իշխանությունները եւ այն կոնկրետ գործարարները, այդ խեղճուկրակ, որ մի քանի կոպեկ են ուզում աշխատել դրան, ովքեր այդ բենզինը բերում են այստեղ, նրանք ուղղակիորեն նպաստում են, որ Ադրբեջանը արդարացնի իր վանդալիզմը Արցախում, իր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, իր այդ խայտառակ, այսպես կոչված դատավարությունները Բաքվում, որտեղ Հայաստանը հռչակվում է ֆաշիստական երկիր։ Իրենք դա են արդարացնում, այդ ծրագրի հետ են աշխատում, այդ ծրագրին են նպաստում, այս մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է նրան, որ դե բերեք բոյկոտենք, անպայման պետք է բոյկոտել, դե նախ իհարկե, բայց նախ դա չի աշխատելու մեծ հավանականությամբ, կարելի է գնալ այդ բենզալցակայանների մոտ կանգնել, ամոթանք տալ եւ այլն։ Երկրորդը դա կոնկրետ այդ գործարարներին էլ Հայաստանի իշխանություններին չի էլ հետաքրքրում առանձնապես։ Դա այն ծավալը չի նախ առայժմ ներկրվածը, որը ինչ որ կերպ ազդի, վերջո դա Հայաստանի թե հաշվի առնենք
բենզինով աշխատող մեքենաների թիվը լիցքավորում եւ դա Հայաստանի երևի 2-3 օրվա պահանջարկն է, ոչ ավելի։ Սա մեկ։ Երկրորդն էլ, եթե Հայաստանի իշխանությունները, կառավարությունը նորմալ են համարում Ադրբեջանից այդ բենզիններ մուծելը, ապա այդ դեպքում ինչ խնդիր կա ընդհանրապես հասարակություն կարա բնակչություն դրան չմասնակցի։ Դրանք մրցույթ կհայտարարեն պարզապես թե ինչով պիտի լիցքավորվեն պետական մեքենաներ, ծառայողական, բայց չէ, դրանք բոլորը բենզինով են աշխատում։ Եվ որպես ամենա մրցունակին առաջարկող իհարկե կշահի Խաչատուր Սուքասյանը ծանր վիճակում գտնվող, որ հազիվ հնարավորություն է ստացել 2 կոպեկ աշխատել եւ կարա այդ մեքենաները ուղղակի կառավարական պետական կլիցքավորվեն դրանով եւ հարցը կփակվի կգնա։ Եվ գիտեք, երբ որ տեսեք Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այդ դրա համար Ալիևին այդ բենզինի համար երախտագիտություն է հայտնում։ Ոչ թե շնորհակալություն, այլ երախտագիտություն, տարբերությունն է, պարզ է, չէ՞։ Դու ասում ես շնորհակալություն ժեստի համար, երբ որ դու ասում ես երախտագիտություն ես հայտնում, նշանակում է ես երախտապարտ եմ քեզ եւ քո լավության տակից դուրս կգամ։ Դա է տարբերություն, չէ՞։ Այսինքն այդ ծրագիրն է, որը համատեղ իրականացնում են Ադրբեջանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը եւ իր այդ կողքը կանգնած այդ բարեխիղճ խեղճ ու կրակ գործարարներ։ Երկրորդ թեմայի մասին Էջմիածնի Մայրաթորի նկատմամբ այդ գրոհը, որը ձախողվեց ու եթերում բոլորը տեսան, հայտարարություն էր իհարկե, բայց մի ուրիշ դրվագ կար այնտեղ, պարզվեց, որ այդ ամենաակտիվներից մեկը, ուրեմն օպերայի տնօրեն Կարեն Գուրգարյանի եղբայրներ, թե զարմիկներ, փոխտնօրենը, ուրեմն նա կանգնել էր բոլորին ձեռքով հրավիրում էր դեպի դուռը, որ ուզում էին դուռը ջարդեն։ Եվ երբ հարց են տալիս օպերայի տնօրենին Գուրգարյանին, նա ասում է. գիտեք, ես հպարտ եմ, որ այդպիսի եղբայր ունեմ, եւ նա ընդհանրապես այնտեղ բարձրացրել բարձր տեղեր կանգնել, որպեսզի մի քիչ օդափոխվի շնչելու ոչ չկար, ասում է։ Սա իմ կարծիքով հասարակության բարոյական այդ նկարագրի այդ տեսանկյունից ամենածանրն էր երևի, որովհետև հիշեք գուցե, երբ մի մոտ 25 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները Արագած սրճարանի զուգարանում ծեծելով մարդ սպանեցին իրեն բարևելու համար, կոնկրետ ինձ համար ամենածանրը գիտեք որն էր, որ դրա հաջորդ օրը, երբ լրագրողներից մեկը գնացել էր այդ սրճարանի տնօրենին ինչ-որ հարց էր տվել այդ միջադեպի մասին, նա ասել էր, այսպես քնծի ծաղով ասել էր, դե հա, հիմա մարդը երևի նախագահին տեսել էր ուրախությունից մեռել էր։ Սա էր ամենածանր բարոյական այդ արժե համակարգի փլուզման տեսանկյունից։ Հիմա նույն բանը օպերայի տնօրենն է ասում, փաստացի։ Չէ՞ բացահայտ սուտ է ասում, չէ՞։ Բացահայտ մարդկանց երեսին նայելով ասում է, չէ, ինքը որ բան չէ, ինքը ուղղակի դեռ բարձրացել էր, որպեսզի օդ շնչի, բայց այն ժամանակ 25 տարի առաջ սրճարանի տնօրենն էր ասում։ Հիմա այդ նույն բանը ասում է օպերայի տնօրենը։ Այսինքն հասկացաք ինչքան է բարոյազրկում, ինչքան է խորացել հանրության մեջ, որ եւ դա նորմալ է ընկալվում կարծես։ Այդ եթե դիգեցու թեմային անդրադառնալը շարունակեմ, ուրեմն մի քանի օր առաջ էլ Հայաստանի ԱԱԾ-ն մի թուղթ էր հրապարակել հայերեն, ըստ որի Հայաստանի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդներից մեկը, կոնկրետ կաթողիկոսի եղբայրը, ուրեմն դեռևս խորհրդային տարիներին հավաքագրվել է եւ եղել է ԿԳԲ-ի գործակալ։ Իհարկե մեծ հավանականությամբ դա գեղեցիկ է, լրատվամիջոցներում, սոցկայքերում մենք մանրամասն բացահայտել են, արդեն հիմնավորել են, որ դա գեղեցիկ է, դա ծաղրիծանակի առարկա է դարել, բայց խոսքը այս մասին չի։ Լավ, ենթադրենք։ Իսկապես էլ ուրեմն թեմակալ առաջնորդներից մեկը հայ առաքելական եկեղեցու ԿԳԲ-ի գործակալ։ Իշխանությունները ինչ են ասում։
ասում են այ քանի որ նա կագեբեի գործակալ, ուրեմն եկեք գնանք մայրաթորի դռները ջարդենք, վեհարանը գլավենք։ Նորմալ է սա։ Դուք պատկերացրեք այդ տրամաբանությամբ օրինակ։ Դեռ ենթադրենք եկեղեցում մենակ ինքը չի 10 հոգևորական, 20 հոգևորական գործակալներ, ինչ պիտի գնանք քանդենք, ավերենք, հա։ Այդ նույն տրամաբանությամբ քանի քրեական գործ հարուցվեց, իբր բացահայտումներ եղան, որ այ մեր բանակում այսքան սպաներ, այսքան ծառայողներ լրտեսություն են արել Ադրբեջանի օգտին։ Հիմա ինչ հասարակությունը վեր կենա գնա, պաշտպանության նախարարության դռները ջարդի, ասի քանի որ այդ կառույցում լրտեսներ կան, դե վերջ հենց հիմա պահանջում ենք պաշտպանության նախարարությունը, չգիտեմ, ջարդել, փշրել, նախարարին փոխել, հա, վերացնել, կամ նույն ասենք արտգործնախարարության դեպքում այդ լրտեսական սկանդալը, որ ծագեց, չէ, օմեգայի մասին չենք ասում, ուրիշ են, որ ջին դիվանագետ կա, չէ, որ պարզվեց ադրբեջանական ինչ-որ հատուկ ծառայությունների ինչ-որ տեղեկությունները փոխանցել։ Հիմա ինչ տրամաբանությամբ պիտի հասարակությունը վեր կենա, գնա, ժողովուրդը վեր կենա, արտգործնախարարության դռները ջարդի, պահանջի որ անմիջապես արտգործնախարարին փոխեն եւ ընդհանրապես այդ կառույցը վերացնեն, ասեն դա լրտեսական օջախ է, այդ կառույցը ծառայում է օտարի շահերին, հա։ Այդպես պիտի վարվի։ Հասկանալի է, չէ՞ այդ աբսուրդը։ Եվ հասկանալի է, չէ՞ արդեն դառնում, որ այս ամեն ինչ արվում է, ոչ կապ չունի, ոչ KGB-ի գործակալ լինելու, ոչ կուսակրոնության, ոչ չգիտեմ ինչի հետ։ Այդ ամեն ինչի հետ կապ չունի, բայց այստեղ ուրիշ հարցեր կա։ Տեսեք ընդդիմությունը, երբ որ այդ թուղթը հրապարակվեց, որ Եզրասը ուրեմն KGB-ի գործակալ է իբր, ընդդիմությունը սկսեց պաշտպանել KGB-ին։ Ինչի համար եք պաշտպանում KGB-ին։ Սա այդ մասին չէր խոսքը, չէ՞։ Խոսքը այն մասին պիտի լինի, որ մեր հասարակությունը պիտի թույլ չտա, որ գնան եւ մայրաթորի դռները ջարդեն։ Եվ սա նաեւ եկեղեցու մասին չի։ Խոսքը այն մասին է, որ հասարակությունը պիտի պայքարի, որ իշխանությունները, կառավարությունը քիթը չխոթեն այնտեղ, որտեղ չպիտի խոթեն։ Որովհետեւ եթե դու դա թույլ ես տալիս, հաջորդիվ կառավարությունը կարող է խառնվել ամեն ինչի մեջ։ Այսինքն հասարակությունը իր ինքնապաշտպանական բնազդով պիտի գնա, ոչ թե եկեղեցին պաշտպանել սահմանափակի կառավարության գործունեությունը։ Սա պիտի լինի հիմնական։ Եվ ոչ թե գնալ KGB-ին պաշտպանել, սկսել քննարկել, դե KGB-ի գործակալները լավ մարդիկ էին, թե վատ մարդիկ էին, KGB-ն լավ կառույց էր, թե վատ կառույց էր։ Խոսքը այդ մասին չի, արգելիներս։ Այդ եկեղեցին իր ներսում այդ հարցերը կլուծի։ Մեր խնդիրն է այդ սահմանը գծել, որովհետև էլի եմ ասում, հակառակ դեպքում այդ տրամաբանությամբ կարող են հոգևորականներն էլ ասել դե արտգործնախարարությունում լրտեսներ կան, գնում ենք եկեք հավաքվենք, գնանք արտգործնախարարության դռները ջարդենք։ Չի կարելի այդպես։ Դա այդ ուղղությամբ գնալ, դա նշանակում է քայքայել պետական շատ իսկ քիչ դեռևս գոյություն ունեցող ինստիտուտները եւ Հայաստանը դարձել մեկ մարդու կամահաճույքով առաջ շարժվող ինչ-որ տարածք, որը փաստացի կատարում է արտաքին թելադրանքը, դրա համար երախտագիտություն է հայտնում արտաքին թելադրողներին, իսկ ներսում իր պարզ մերկանտիլ շահերից ելնելով բռնատիրական ռեժիմի հաստատում ուղիղ իմաստով։ Այսօր այստանը կհանդիպենք։